Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Միացեք մեր զրույցին, այսօր հնարավորություն ունեմ զրուցելու ուժեղ անհատականության, ամուր մարդու, սպորտսմենի Արթուր Մարգարյանի հետ։ Միացեք մեր զրույցին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ ձեր թանկագին ժամանակը հատկացնելու համար մեզ։ Հուսամ ձեզ համար հետաքրքիր կլինի զրույցը, մեզ համար շատ պատասխանատու է, հետաքրքիր եւ վստահ եմ, որ հեռուստադիտողի համար նույնպես նյութի առումով հետաքրքիր է լինելու եւ կան բաներ, որոնք մեզ շրջապատում են, մեր իրականության մեջ տեղի են ունենում, բայց որքան էլ որ տեխնիկայի, տեխնոլոգիայի զարգացման ժամանակահատված է, շատ հաճախ ինչ-որ բաներ կան, որոնցից տեղյակ չենք, բայց դրանք անհրաժեշտ են մեզ ավելի լավը լինելու, ավելի ամուր լինելու համար տեղեկանալ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, կներեք, որ ուշացում եմ ասում, նաև բարև ձեզ։ Ես անչափ շնորհակալ եմ, որ դուք հետաքրքրվեցիք մեր ամուսնու խմբով եւ հրավիրեցիք տաղավար, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարգելի Արթուր եւ կուզեմ սկսել, կարծում եմ ձեր կյանքի ամենագլխավոր ընտրությունից, մասնագիտության ընտրություն, ոչ թե մասնագիտության, այլ տեսակի ձևավորման, կյանքի դժվարությունների հաղթահարման, սեփական մտքերի արտահայտման հարթակի ընտրության առումով։ Կարատեն կարծես թե 10 տարեկանից ձեր ուշադրության կենտրոնում էր։ Այն թվականներին, երբ այն այնքան էլ թույլատրելի չէր եւ ոչ թույլատրելի չէր, գաղտնի ձևով զբաղվում այնք, այդ մարտական արվեստով հետագայում ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ իմ ամբողջ կյանքը կապվի կարատե Կյոկուշին ոճի հետ եւ ես իմաստավորեմ իմ կյանքը հենց Կյոկուշին կարատե, որովհետեւ այսօր զբաղվել Կյոկուշին կարատեով դա ինձ համար կյանք է։ Միակ օղակն է, որ ինձ կապում է կյանքի հետ, եթե չլիներ կարատե մարտարվեստը կամ ես չտիրապետեի դրան, չեմ կարող ասել հիմա ես ողջ կլինեի, թե ոչ։ Համենայն դեպս հիվանդանոցուց հետո իմ կյանքը կարելի ասել վերահնաստավորված եւ կարատեն դարձավ ինձ համար ոչ միայն կյանք, այլ նաև նպատակ այն առումով, որ ես կարատեի կողմով բիզնես չեմ անում, երեխաներից գրեթե փող չեմ հավաքում, այնքան որ ինձ բավականացնի դալիճ գնալ եւ տուն վերադառնալու համար։ Միաժամանակ Սևանի սպորտ դպրոցում աշխատում եմ եւ ինձ ամբողջությամբ նվիրել եմ տղաներն հիմա Փառք Աստծո Սավգոտի երրորդան եւ Լատվիայի Կյոկուշին կարատե ֆեդերացիայի հետ կապ կա, այսինքն տղաների անմիջական ճանապարհին դեպի Եվրոպա եւ աշխարհի մրցումներին մասնակցելու համար։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, ձեր հետաքրքրվածությունը կարատեյով, խորքային ավելի ուսումնասիրությունը, որովհետև սա ոչ միայն մարտարվեստի ձև է, մարզաձև է, որը տալիս է հնարավորություն մարմնի կոփման եւ զարգացման, մկանային համակարգի, այլ նաեւ մտավոր առումով, հոգեվոր առումով մեծ ներդրումներ է պահանջում, որոնք պետք է ընթացքում զարգացնելու համար ունենալ համապատասխան գրականություն։ Ինձ
հետաքրքիր է այս խորքային ուսումնասիրությունն իրականացրել եք եւ իրականացրել եք հենց սկզբնական փուլում, երբ անդրադարձել եք կարատեին, թե հետո երբ կյանքը որոշակի դժվարությունների առջև կանգնեցրեց եւ այդ խորքային ուսումնասիրությունների արդյունքում կարող եք ել ավելի ամրանալ։ Ոչ, այն ժամանակ, երբ ես սկսել եմ զբաղվել կարատե մարտավեստով, այդ ժամանակ իմ ուսումնասիրությունները արել եմ։ Իհարկե հիմա, եթե իմ ձեռքը օրինակ Կելկուշինկայի ոճի հիմնադիր Մացուտացոյամայի գրված գրքերից որևէ մեկը ընկնի, ճիշտ է, ինքս չեմ կարող կարդալ, ընթերցել, բայց իմ աշակերտներին կխնդրեմ եւ իրանց համար դա հետաքրքիր կլինի եւ իհարկե ինձ համար որովհետեւ ինչքան էլ ինչ բնագավառ մարդ խորը գիտելիքներ ունենա, ժամանակ առ ժամանակ կրկնել անհրաժեշտ է։ Եթե այդ կրկնությունը չլինի, պարզապես չի կարող մասնագետը մնալ որպես այդպեսին։ Տղաներ, իսկ ձեզ համար այս մարտարվեստը, մարզաձևը ավելի շատ հոբի է, թե իսկապես այն ճանապարհն է, որը ընտրել եք եւ որում ներկայանալու եք։ Ճանապարհն է։ Ճանապարհը, որը ընտրել եք։ Ըստ ձեզ կան արդյոք պայմաններ, որոնք կտան հնարավորություն ձեր ընտրած ճանապարհը ել ավելի ամրացնելու, զարգացնելու, որովհետեւ ոչ միայն նվիրյալներով է, չէ, պայմանավորվում ոլորտի զարգացում, անհրաժեշտ է, որպեսզի լինեն աջակիցներ, մարդիկ, ովքեր թիկունք են կանգնում, ովքեր հավատում են, որ դուք ձեր բնատուր օժտվածությամբ, ձեր աշխատասիրությամբ կկարողանաք հետագայում եւ հիմա էլ արդեն պատվով ներկայանալ։ Ներկայապային չունենք հովանավորներ, բայց հուսով ենք ընթացքում կհայտնվեն, որ մեզ ձեռք կմեկնեն ու կօգնեն։ Իսկ դուք ինչ կասեք, Եղիշեր։ Ես կուզենամ, որ ունենանք հովանավոր, նորմալ տալիճ մեզ հովանավորեն ու որ կարողանանք գնանք Եվրոպա եւ աշխարհ։ Իսկ ինչ եք կարծում, ինչ է դրա համար անհրաժեշտ անել, որքանով պետք է, չգիտեմ, միջոցառումներ կազմակերպել, որոնց ընթացքում կցուցադրվեն այսօրվա դպրոցի հնարավորությունները, այսինքն այն բոլոր հնարքները, որոնց տիրապետում եք արդեն։ Դրանց ցուցադրման պակասն է, թե պարզապես ձայնը առայժմ լսելի չէ։ Ուշադրությունը չի սևեռվում դեպի այս ոլորտը եւ լսելի չի դառնում խնդիրը։ Երևի ուշադրություն չի սևեռվում, ես մտածում եմ, որտեղ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ տենց միջոցառումներ, մասնակցել ենք մրցումների Հայաստանում, ունեցել ենք մեդալներ, հաղթանակներ, դե հլոուս ունենք, որ դուզ գանք կներկայացնենք։ Ես վստահ եմ, որ անպայման դրսում կներկայացնեք, արտերկրում կներկայացնեք եւ հաջողություններ կունենաք։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակ երաժշտության մեջ մի էսպիսի մոտեցում գոյություն ունի, երբ համերգի ես պատրաստվում կամ մրցույթի ես նախապատրաստվում, շատ կարեւոր է, որպեսզի հենց բեմելից առաջ, անմիջապես ելույթից առաջ կտրվես իրականությունից եւ միտքդ լինի միայն քո ստեղծագործությունների եւ այն հեղինակների մեջ, ում ներկայացնում ես։ Այս մարտարվեստը ունի այդպիսի մոտեցում, այսինքն անմիջապես ներկայանալուց առաջ կա անհրաժեշտություն իրականությունից կտրվելու։ Դե ամեն մարզիկ ունի իր ձևը, օրինակ ասենք մարդը առանձնանում է, տենց ենք կարող տրամադրվի մարդկայացության ներքո մարդը ասենք ավելի ճիշտ է գտնում այդ բան լինի իր մարզիչի մոտ, լսի իր մարզիչի խորհուրդները, ամեն մարդ տարբեր ձև։ Ձեր տարբերակը ո՞րն է։ Ավելի նախընտրել եմ մարզիչի հետ, որտեղ ասենք միջև այդ մրցում դուրս գալը։ Էլ այն ամենավերջին պահին մենք լսում ենք բույր մարգանին։ Դուք էլ նույն ճանապարհով Եղիշետ։ Վստահ եմ, որ այդ դեպքում հաջողությունները ավելի շատ են լինում։ Ձեզ համար նման օրինակ մոտեցում եղել է ժամանակին, երբ ներկայացել եք, թե ավելի մենք այնպես է հնարավորությունը չունենք, ինչպես ունեն ժամանակակից սրտի ներկայացուցիչները, ինչու այն ժամանակ մասնակցել ինչ-որ եվրոպական կամ աշխարհի մրցումներին դա մեզ համար անհասկանալի երազանք է,
ապրում ենք սովետական միությունում, բակ երկիրեր դուրս գալ չեն կարող մանավանդ հրու ռայոնում գտնվող քաղաքի պարապած տղաները, իսկ այժմ վերահսկողությունից հետո ինձ ուժ տվեցին, պարզապես ուժ տվեցին, այդ ձեր նման մարդիկ Արգիլ Սոնա ջան, ես ցանկանում եմ շեշտել, որ իմ կարատեի գործունեությունը կարելի է առանձնացնել իմ առողջականից, որովհետև իմ առողջականի հենց սկզբից կենտրոնացված եղել Մխիթար Մնոսականյանի ձեռքերում և նա օժանդակել է ինձ ինչով կարողացել է ընդով նույնիսկ իմ վիրահատումը առաջ գցելով, այսինքն անհերթ ինձ վիրահատեցին Մոսկվայում, վիրահատությունից հետո ճիշտ է, ես իմ քայլելու ունակությունը կորցրի, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն և այնտեղ ինձ օգնություն ցույց տալիս։ Հավատացեք, որ ոչ միայն ինձ այս կարատեն է ոգեշնչում ապրեցնում, այլ նաև այն պրոցեդուրաները, որոնք ես ստանում եմ Կարմիր խաչի կենտրոնում, վերականգնողական կենտրոնում Նացականին Մխիթարի գլխավորությամբ, ղեկավարությամբ, նաև եթե կարելի է ավելի շատ անդրադառնանք աշակերտներին, քանի որ ես իմ անձը կարևոր չեմ համարում, ես ինքս ինձ կարևոր չեմ համարում, միայն համարում եմ կարևոր այն, որ երեխաները տիրապետեն այն մարտական գիտելիքներին, որոնց ես եմ ժամանակին տիրապետել, ինչքանով է ստացվում փոխանցելը, ինչքանով չի ստացվում, կասեն իհարկե իմ աշակերտները, սակայն մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն ասել և իմ Սևանի հասարակությանը և այն հասարակ տաքսու վարորդներին, որոնք օգնում են ինձ տանից դուրս գալ, դալիս ճիշտների վերադառնալ և մեր Սևանի սպորտ դպրոցի տնօրեն պարոն Ավետիսյան, ով չնայած իմ այս ձևին, բայց վստահեց ինձ, շնորհակալ եմ ընկերով ընկերոջս Անահիտից, որը նույնպես ինձ վստահեց, մեր Սևանի քաղաքապետ պարոն Մուրադյան, շնորհակալ եմ, երեխաներից, որ չգիտեմ, ես չեմ կարող բացատրել, ինչու հենց հատկապես իմ շուրջ եկան, ինձ մոտ եկան սևանական մասնագետներ, սակայն ես շնորհակալ եմ նաև աշակերտների ծնողներից, որոնք չեն եղել վիճակին, բայց իրանց երեխաներին վստահեցին ինձ մարզել, չնայած այս վիճակին, բայց հույս ունեմ, որ իհարկե
սպորտային դաստիարակություն տվել եմ։ Ես վստահ եմ, որ տվել եք եւ դրա մասին խոսում է տղաների եւ ելույթները եւ նրանց խոսքը եւ նրանց նվիրվածությունը։ Եթե դուք շնորհակալ եք ձեր միջավայրին, վստահ եղեք, որ միջավայրում ձեզ ծանոթ յուրաքանչյուր մարդ շնորհակալ է ձեզ, որովհետեւ շատ կարեւոր է միջավայրում ունենալ մարդկանց, ովքեր հավատում են ուժերին, ովքեր այնքան սիրառատ են, որ կարողանում են բոլոր դժվարությունները հաղթահարել եւ նույնիսկ այդքան դժվարակացության մեջ իրենց ունակությունները ծառայեցնել այդ հասարակության ավելի զարգացված եւ ավելի լավը լինելու համար։ Այնպես որ մենք ենք ձեզ շնորհակալ, ես կարծում եմ ձեր յուրաքանչյուր աշակերտ դարձյալ ձեզ շնորհակալ է, որ դուք կարողանում եք ձեր մեջ ուժ գտնել եւ ձեր բոլոր գիտելիքներն ու հմտություններն ու կարողությունները փոխանցել սերունդներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդ իր ներսում ունենա հերոս։ Կար ժամանակ, երբ բոլորս կրում էինք այդ հերոսներին եւ այդ հերոսները մեզ օգնում էին կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար, կյանքում մեր տեղը գտնելու համար, թացը չորից տարբերելու համար։ Կարծես թե յետպատերազմյան շրջանը որոշակի փոփոխություններ արեց եւ դժվարությունները թույլ չտվեցին, որպեսզի մենք այդ հերոսներին պահպանենք, վերջին շրջանում այդ հերոսների վերածնունդը շարունակվում է։ Ես ուզում եմ հասկանալ, ունեք ձեզ համար արդյոք հերոս, որը ձեզ օգնել է, որովհետև 6 տարի անշարժության մեջ եք եղել եւ 6 տարի չեք հավատացել այդ ուժին եւ հետո այդ վերածնունդը ձեր մեջ եղել է։ Կա ձեր մեջ ապրում է այն հերոսը, որին հավատացել եք եւ ով ձեզ օգնել է։ Իրականում մի քանի հոգին գործում ունեցող մարդկանց ինձ համար անվիճելի բոլոր մեր ապրիլյան պատերազմի զոհված զինվորները հերոսները դա անվիճելի ինչ վերաբերում է հավատին հերոսներին մի փոքր ուշ անդրադառնում հավատին գիտեք ոնց եթե ես վստահում եմ իմ աշակերտներին եւ տեսնում եմ որ իրենց կողմից է վստահություն գալի արդեն ուզեմ թե չուզեմ այդ իմ ուժերին հավատալը կա ամիսի իրադրություն ա եղել երբ Սևանի հիվանդանոցում կաթիլային եմ ստացել, որից հետո մոտ մի ժամ պետքա գոնե պարկեի, սակայն մի ժամ պարկելու փոխարեն 5 րոպե հետո եղել եմ մարզումների տեղը, երեխաներին պարապել եմ, ոչ միշտ ա եղել, որ ես դժվար եմ խոսել, իրականում իմ առողջությունը կայքայվեց դալիճում, ես ինձ չեմ խնայել, անխնա աշխատել եմ, ափսոսում եմ, ոչ, չեմ ափսոսում, եթե նույն իրավիճակը լիներ կանի նույնը, ինչ վերաբերվում է հերոսների պայն, ուրեմն իրականում մի քանի հոգի են, առաջինը, գիտեք շատ մանրամասներ կա, որոնք ես ուղղակի պարզապես չեմ ցանկանա բարձրաձայնեմ պարզապես իմ խորին շնորհակալություն կասեմ իմ առաջին հերոսին, պարոն Գալուս Սահակյանին, երկրորդ հերոսս դա մեր ղեկավարն է Սերժ Սարգսյանը, քանի որ նա հզոր ուժեղ կամքի տեր է։ Նաև իմ հորոխբորձեմ ես օրինակ վեկալը են որ մի հատ մտնում էր ու ասում էր բալես ոնց ես ծավը տանում հսկայական ուժ ես տանում անբացասել է դա
բախետար մնացականյանն է եղել և ես նաև իմ հերոսների շարքում տասել եմ ձյուդոյով զբաղվող հզոր կամքի տեր իմ կարծիքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որին նամակ եմ գրել և խնդրել եմ իր նկարը իր ստորագրությամբ ուղարկի և զարման մինչև օրս ես չեմ հավատում, որ ինձ ռուսական դեսպանատանից այցե եկան և նկարը տվեցին, ինձ փոխանցեցին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պարոն Ռուսաստանի նախագահի նկարը կցանկանայի շատ իսարտեք ցանկանայի ունենալ նաև մեր նախագահի նկարը իրա ձեռքով ստորագրել և Գալուս Սահակյանի նկարը նույնպես իր կողմից ստորագրված, սակայն դա մնում է երազանք, ես հաշմանդամ անձամբ 10 միոտ իմ երազանքը իրականանա ունենամ այդ նկարները, ես հպարտ եմ, որ կարողացել եմ մարտական գիտելիքներ փոխանցել իմ աշակերտներին, հպարտ եմ, որ իմ թիկունքի նման անձկան, ես մի վայրկյան կասկած չունեմ, որ իշկաներ իմ պայմանները ծանր ու դժվարը, ես պետք եմ հասարակությանը, սակայն դա չի նշանակում, որ հասարակության մեջ իմ անձը կարևոր է, ոչ, ես շեշտեցի, էլ եմ ուզում շեշտել, ես կարևոր չեմ, կարևորը աճող սերունդը և նրանց ստացած ճիշտ գիտելիքները, ես կարևոր չեմ։ Ես կարծում եմ դուք ասելով ես կարևոր չեմ և շեշտելով, որ ապագա սերնդի այդ ստացած գիտելիքներով սերնդի կարևորությունն է անհրաժեշտ, որոշակիորեն նաև ձեր կարևորությունն եք նշում, ակամայից, ոչ թե դա ձեր նպատակը չէ, բայց միանշանակ իհարկե կարևոր եք, մեզանից յուրաքանչյուրը որքան կարևոր չէ, այդքան կարևոր է, որովհետև վստահ եղեք ձեր սաները, ձեր ուսանողները, աշակերտները, տեսնելով այդքան ուժեղ մարդու, երբևէ կյանքի դժվարությունը որպես ողբերգություն և որպես վհատություն չեն ընդունի, հակառակը իրենք կտեսնեն ձեր ճակատագիրը, կտեսնեն ձեր ուժը, ամեն անգամ կհիշեն ձեր խոսքերը և հավատալով սեփական ուժերին կհաղթահարեն բոլոր դժվարությունները, այնպես որ վստահ եմ, որ իրենց համար դուք կարևոր եք։ Ես կուզեմ հասկանալ, ինչ կարգով եք ընտրում ձեզ համար աշակերտների, այսինքն կան մարդիկ, ովքեր չունեն օժտվածություն կամ բնատուր ինչ-որ տվյալներ կարատեում դրսևորվելու համար, թե բոլոր մարդիկ կարող են։ Դա ինձ համար կարևոր չի այն հանգամանքը, որ ինչ-որ երեխան իր մեջ շնորհք ունի, թե ոչ, դա ինձ համար կարևոր չի, ինչու, եթե ես տերապետում եմ կարատեին և եթե ինձնում կա շնորհք սովորեցնելու, միանշանակ պետք է սովորեցնել ուղղել սխալները և այդպիսի մարդ գոյություն չունի, որին
հնարավոր չի սովորեցնել։ Դա երկար աշխատանք է, պահանջում է երկար կենտրոնացում և լարում, սակայն նման բան գոյություն չունի, եթե երեխան տիրապետեց կարատե մարտավեստին, ապա միանշանակ կարող եմ ասել, որ նա կյանքի ոչ մի խնդրի առաջ չի ընկճվի։ Գլուխը բարձր, հպարտուր են, կլուծե իր առջև ծառացած բոլոր խնդիրները և ինքը իրանով գոհ կլինի, որովհետև կկարողանա կոչվել մարդ։ Այդ բառի ամբողջ էությամբ, ինչ վերաբերվում է ինձ, ես կարծում եմ ցանկացած մասնագետ կարող է, ցանկացած մասնագետ, ով իրոք տիրապետում է կարատեի հոգեբանությանը և ճիշտ մոտեցմանը, յուրաքանչյուր երեխա ինդիվիդուալ է, յուրաքանչյուր երեխայի մտքին պետք է գտնել այն անհրաժեշտ ուղին, որով մեծացնել և սովորացնել, չես կարող բոլորին հավասար ստանդարտի տակ պահես, յուրաքանչյուր մարդ ունի իր մոտեցման ձևը, ոնց որ չեն կրկնվում մատնահետքերը, այդպես էլ չեն կրկնվում մարդկային անձնավորությունները և ճիշտ մոտեցման դեպքում այնպիսի հզոր հոգեբանություն կունենա աշակերտը, որ կկարողանա լուծել ցանկացած խնդիր, լինի դա մրցում, թե կյանքի բերմունք մի բան, և ուզում եմ շեշտել, որ հսկայական ուժեր են, բայց միաժամանակ հպարտանում են, որովհետև շատ համեստ աշակերտներ են։ Եղել է այնպիսի դեպք, երբ դալիճից ուղղակի խրգել եմ մարդկանց, նկատել եմ, որ իրանք իջար կծառեցնեն կարատեն մարտավեստը։ Ստեղ կարևոր է նաև սխալվել և այդ հնարքները չսովորեցնել այն մարդուն, որ հետագայում կարող է վնասել այն հասարակությանը, որտեղ ինքը ապրում է։ Ես ուզում եմ նաև շեշտել այն, որ մեր հայրիս մեջ, բոլոր հայերի մեջ կան կամայն հատկանիշներ, շատ թե քիչ կան, բոլորի մեջ։ Պարզապես այդ կամայն հատկանիշների մասին կարող է իրանք էլ չգիտեն, չիմանան, բայց ունեն, բոլորը ունեն, և անհրաժեշտության դեպքում, ինչպես ապացուցեց ապրիլյան պատերազմը, տղաները իրանց կյանքի գնով
կանգնեցին, հետ չնանջեցին, ինչ է դա կամք, Իհարկե։ հսկայական կամք, որը այդ պահին վտանգի առաջ արթնացավ, միգուցե շատերը ունեին կամքը, գիտակցում էին, իսկ միգուցե նաև միմիեն վտանգի առաջ այդ կամքը իրենց մեջ արթնացավ և ուժ տվեց, պարտ մեր հերոսներին, հավերժ պարտ մեր հերոսներին։ Իսկապես եւ այս մարտարվեստային ձևերից է, որը ավելի հեշտացնում է ճանապարհը կամային հատկանիշների ձևավորման եւ նմանօրինակ հերոսների ձևավորման համար։ Ես կուզեմ տղաներին հարցնել, ինչպես հայտնվեցիք այս ոլորտում, ինչպես այս ոլորտը հայտնվեց ձեր հետաքրքրության կենտրոնում։ Ես գիտեմ, որ Արթուրը ժամանակին դիտելով Վիշապների կղզի, հա, կինոնկարը ոգեշնչվել եւ հետաքրքրություն է իր մեջ ձևավորվել այս մարտարվեստի հանդեպ։ Ձեր դեպքում ինչպես է տեղի ունեցել։ Ասեմ, 14 տարեկան սկսել եմ զբաղվել, մինչև այսօր զբաղվում եմ։ Դեմից եղել են տարբեր մարտաձևով զբաղվողներ, որ ասենք որպես կուրք ասեմ, ուզեցել ենք դառնանք իրենց օրինակ, բայց հետո երբ սպառապել ենք Երմարքյանի մոտ, տեսա ոնց կարա հաշվանդամ մարդը այդքան կամային ունենա ամեն հանգամանքներում, ոնց ինքը նշեց արդեն հիվանդանոցից գա պարապի, ու ասենք ժամանակ գտնի պարապելու համար, եւ ասում եթե մտքիդ կա, պայմաններ կստեղծվեն։ Մտքին լինի մարդու։ Ու արդեն որպես իդեալ դարձավ ենք Երմարքյանը։ Մի հանձնարարություն մի առաջ դրանք ասելու ժամանակ եւ հանձնարարում որ մեր չէ ստացվում։ Մենք չենք ասում չի լինի։ Տեսել ենք Երմարքյանը որ կարողանում է գա պարապի մեզ, ուրեմն չլինող բան չկա։ Կամքապես ու փորձ։ Ապրեք, ես պատկերացնում եմ, թե դուք որքան մեծ սիրելու կարողություն ունեք մոլորակը, միջավայրը եւ նաեւ ձեր աշխատանքը։ Իսկ դուք Եղիշե։ Ես զբաղվել եմ տարբեր կարատեներով, բայց երբ որ եկանք Երմարքյանի մոտ, ու ինքը ինձ միշտ երբ որ չէի կարողանում անել, ասում էր մեռի, բայց արա, ու այդ ժամանակ ես իմ հերոսը դարձավ հենց ինքը Երմարքյանը, ես ուզում էի նմանվել իրան, այդ իր կամքի ուժով, թեկուզ ֆիզիկական ուժով, ու այդ ժամանակվանից ես արդեն սիրեցի այս մարտարվեստը։ Տեսնում եք, իսկ դուք ասում եք ես կարևոր չեմ։ Այնքան կարևոր է, որ մարդկանց մոտ ձևավորվում է սեր եւ վերաբերմունք տվյալ մարտարվեստի հանդեպ եւ հավատ սեփական ուժերին։ Ես կուզեմ տեխնիկական մի խնդիր փորձենք լուծել։ Կարատեն ենթադրում է արդյոք այլ սպորտաձևերի տիրապետում, այսինքն որպեսզի կարատեում լիարժեք դրսևորվել, անհրաժեշտ է որոշակի փուլեր անցնել նախնական, որպեսզի ավելի լիարժեք լինել այս ոլորտում, թե ինքը այնքան համապարփակ է եւ ծավալուն, որ տալիս է բոլոր տեսակի հնարավորությունները։ Գիտեք ոնց, հակիլսանա, եթե սպորտի հետ մոտեկացան, դա որոշ չափով հեշտացնում է աշխատանքը, իսկ եթե ծանոթ չէ և կապ չունի, ինչ մարզաձև, իսկ եթե ծանոթ չէ, ուրեմն տվյալ անձի հետ պետք է սկսել զրոյից։ Եթե ծանոթ է և մարզվել է, դա լավ է, իր համար լավ է, ավելի շուտ ընկալելի կլինեն այն մարտական հնարքները, որոնք սովորեցում է մարզիչը կամ ուսուցիչը չգիտե։ Բայց խանգարել չի կարող։ Չէ։ Հա, որովհետև միգուցե մկանների մի խումբ է զարգանում ինչ-որ սպորտաձևում, որը որ նպաստավոր չէ կարատեի համար։ Չէ, այդպիսի բան չկա։ Մականի խումբը զարգանալը դա միմիան դրական, միմիան հատվածները ավելի ուժեղ կլինեն, բայց որ ասես կանգարան, չեմ կարծում, չէ։
Անչափ շնորհակալ եմ, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը, ուզում եմ հասկանալ առաջիկայում ինչ ծրագրեր կան ինչ-որ մրցույթներ, որոնց նախապատրաստվում եք, ցուցադրություններ։ Ուրեմն ես քանի որ հանդիսանում եմ Լատվիայի Կերկուշին կարատեի ներկայացուցիչը Հայաստանում, ունեմ Սերգոտի երրորդ դան Սանսայի կոչումը, սպասում եմ միայն մեր Խանշի Ջիմի Լեսլի, դա իմ ջալոց ինքն է, հրապետներին մինչ այժմ եղել են հրապետներ տարբեր տեղերում։ Ես զբաղվում եմ նաև ստեղծագործական աշխատանքով, ստեղծում եմ նաև կատաներ կարատեի, Կերկուշին կարատեի և իմ ստեղծած կատաները շատ դուր են այդել Եվրոպայում, գրավել են և նրանք անհամբեր սպասում են ինձ այդ հանդիպմանը, սակայն ֆինանսների սղության պատճառով ոչ ես եմ կարողացել գնալ, ոչ ինքը Ջիմի Լեսլին, գալ Սերգոտի 7-րդ դան, եթե չեմ շփոթում, և մեր հանդիպումը չի ստացվել, մարդումները չեն կարծել, մեկն աշակերտներս, որ մասնակցեն ֆինանսների բացակայության պատճառով, բայց պարապում ենք անխանա, մեզ չխնայելով։ Գիտեք, միգուցե համարձակ բան եմ ասում, բայց կարևորեք ձեզ։ Կարևորեք ձեզ և վստահ եղեք, որ այդ դեպքում ուշադրությունը առավել մեծ կլինի և ներդրումները նույնպես, որովհետև մարդկությունը որքան բարի է, որքան կամեցող է, որքան հասկացող է, նույնքան էլ մոլորակի կանոններին ենթարկվող և մոլորակի հոսքի հետ գնացող է, երբ դու քեզ չես կարևորում, այդպես էլ քո աշխատանքը միգուցե գնահատվում է, բայց անկարևոր ես մնում։ Ես վստահ եմ, որ տեսնելով ձեզ, տեսնելով ձեր աշխատանքը, տեսնելով այս տղաների վերաբերմունքը ձեզ և ձեր աշխատանքին, կլինեն մարդիկ, ովքեր կգնահատեն և կկարևորեն ձեզանից առավել ձեզ և կփորձեն աջակիցը լինել, օգնականը լինել ձեր կարևորագույն աշխատանքների իրականացման։ Եվ նեցուկ կլինեն թե նյութապես, թե հոգևոր առումով, թե պարզապես ֆիզիկապես պարբերաբար ներկա գտնվելով ձեր պարապմունքներին և ներշնչելով հավատ և ուժ, որ դուք կարևոր եք և դուք անհրաժեշտ եք բոլորիս։ Անչափ շնորհակալ եմ, ես ձեզանից սովորելու շատ բաներ ունեմ և կուզեմ նույնիսկ գոնե մեկ անգամ ներկա գտնվել ձեր տղաների հետ աշխատանքին, վստահ եմ դա ինձ համար էլ շատ օգտակար կլինի և սեփական ուժերիս էլ կհավատամ նույնչափ, որքան հավատում են տղաները, ունենք վերջնահարց, որի պատասխանը շատ կուզեմ ձեզանից լսել։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում, Արթուր։ Այնպես բարդարձ տվեցիք, միգուցե ես եմ բարդ մոտեցում տալի, ես եմ միայն իմ երեխային, այնուհետև իմ աշակերտներին, ես իրականում գիտեք ինչ, ես շատ շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի համար, շատ անչափ շնորհակալ եմ ձեր բարի մարդանքի համար և ինչ մնա ինձ, չգիտեմ, երևի, ինչ շրջապատող մարդիկ ինչ-որ կարևորություն տան, բայց կխնդրեի ինձ
չասեմ, ինքս ինձ երբեք կարևորություն չեմ տա։ Ես արժանի չեմ, որպեսզի ինձ վրա որևէ ուշադրություն դարձվի կամ մտածվի, թե ինչ-որ ես կարևոր եմ։ Կարևորը իրանք են, կարևորը իմ երեխան է, և եթե նույնիսկ հասարակության մեջ այդպիսի մարդ կա, խնդրեմ, ամբողջ հոգով իսկապես խնդրեմ, թող ինձ երբեք չասեն, տեղյակ չպահեն, ինչի համար։ Նախ առաջինը ես չեմ սիրում գոռոզ մարդկանց և չեմ սիրում, երբ որ նախադրյալներ են լինում անձի գոռոզացմանը։ Ես ինձ փառք Աստծո տիրապետում եմ, որքան էլ գովասանքի խոսքեր լսեմ, միևնույն է, ես երբեք չեմ գոռոզանա և դրանով իմ աշակերտներին և մարդկանց կասեմ, որ գոռոզանելը սխալ է։ Մենք կարևոր չենք, կարևորը պետությունն է, կարևորը պետությունն է, որը մշտական խնամքի կարիք ունի, ուզենք, թե չուզենք, աշխարհում ինչքան ազգեր կան, որ երազում են ունենալ պետություն, իսկ մենք մերը հաճախակի չեն գնահատում, հաճախակի փնովում ենք, միգուցե դա նրանից է, որ ուզում ենք ունենալ ավելի լավը, սակայն ամեն ինչ իր ժամանակը ունի։ Եվ եթե այսօր հնարավորությունները սահմանափակ են, չի կարելի, պարզապես չի կարելի ավելին պահանջել։ Այսքանը։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ տղաներ նաև ձեզ եւ վստահ եմ, որ նման օրինակ ունենալով ձեր կողքին դուք էլ հերոսներ եք մեզ համար ձևավորվելու եւ ձեր բոլոր գիտելիքներն ու հնարքները ներեք դնելու, որպեսզի այս ոլորտը շարունակություն ունենա։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, մաղթում եմ հաճելի երեկո։ Լավ է, երբ կյանքը մեզ տալիս է հնարավորություն շփվելու այսքան ուժեղ եւ հետաքրքիր անհատականությունների հետ, որովհետեւ շատ հաճախ կյանքի փոքրիկ դժվարությունները մեզ համար թվում են անհաղթահարելի եւ մեզ թվում է, որ միայն մեզ է տրված այդ դժվարությունը հաղթահարելու հնարավորությունը կամ միգուցե այդ դժվարության հետ համակերպվելու առաջարկը եւ նմանօրինակ մարդիկ տալիս են մեզ ուժ, հավատ, էներգիա, այն բոլոր ներքին դժվարությունները հաղթահարելու համար եւ այն բոլոր արտաքին դժվարությունները անտեսելու համար։ Այնպես որ օրինակ վերցնենք նման օրինակ մարդկանց, շնորհակալ լինենք նրանց իրենց գոյի եւ իրենց նվիրումի համար եւ փորձենք աջակից լինել մարդկանց մեր սիրո, մեր գնահատանքի եւ նույնիսկ երբեմն նյութական ներդրումների միջոցով։ Հանդիպելու ենք վաղը երեկոյան կրկին ասելու բարև, ես եմ։ Անչափ շնորհակալ եմ։